Խոստաշարային անվստահություն հայտնելու վերաբերյալ եւ կարծես թե Իշխան Սաղաթելյանը հետ գնանք մի քիչ շահով եկեք հետ գնանք Նախ եկեք ֆիքսենք, որ այս շենքում ԿՊԱ-ականների իրենց կողմից նշանակված պաշտոնյաների կողմից ցանկացած ձև փորձ է արվել, որ այսօր այս դահլիճում չհնչեն են ելույթները, չլինի այն նախագիծը, որը քննարկվում է, ինքն իր աղջությունը արել է հրավիրյալների եւ ցանկություն հայտնած անձանց ներկա գտնվելու ցանկություն հայտնած անձանց թվականակը կրճատել են իրենց ցանկությամբ։ Երբեք նման բան չի եղել, այսինքն ազգային ժողովի լսումներում ով երբ հրավիրված է եղել, ինքը այդ ժամին ազատ կարողացել է մտնել ազգային ժողով։ Դուք հասկացեք սրանց վախը, սրանց դիսկոմֆորտը, որ այս շենքում քննարկվում է հայտարարություն, որտեղ հիշատակվում է անվստահության մասին, որտեղ թվարկված են քայլեր կոնկրետ Նիկոլին անվստահություն հայտնելու վերաբերյալ։ Ես կարծում եմ, վախը խոսուն է։ Մենք հաղթահարել ենք դա այն չափով, որ չափով հնարավոր է եղել, եւ այս դահլիճում հիմա հնչում է այն ճշմարտությունը, որը առարկայացնում է այն արդարացիան հանդուրժողականությունը, որը կա այսօր Նիկոլի դեմ, դավաճան եւ կապիտուլանտ Նիկոլի դեմ Հայաստանում ձևավորված։ Եկեք նաեւ մեկ այլ բան փաստենք, ինչի մասին դուք հիշատակեցիք արդարացիորեն։ Այո, Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ միանում են, այսինքն դրանից կարելի անել երկու հետևություն։ Մինչ այս չէին միացել, ուրախ եմ շատ, որ միացան, այսինքն այն, որ միացել ենք, չենք միացել դիսկուրսը հենց իրենց շուրթերով գտավ իրենց հանգուցալուծումը։ Շատ ուրախ եմ, որ այս անվստահության գործընթացի նախագծի լսումները բերեցին նրան, որ արդեն այն միասնականությունն ու կոնսոլիդացիան, որի մասին մենք խոսում էինք, առաջին քայլով հաստատվեց, եւ շատ ուրախ եմ, որ նաեւ Ռոբերտ Քոչյանի պատգամավորները հասկացան, որ սա Նիկոլի դեմ է եւ ոչ թե իրենց, որովհետեւ իրենց հարցազրույցներում, հրապարակային խոսքում շատ հաճախ հնչում էր այն միտքը, որ սա մեր դեմ է։ Եթե ձեր դեմ է, ապա ինչպես միացաք, շատ լավ է, որ հասկացել են իրենց դեմ չէ, միայն Նիկոլի դեմ է եւ պատրաստ եղան այդ միասնականության մասը կազմելու։ Հասկանալու, որ սա հանրապետականի կամ պատիվ ունենի ամբիցիան չէ, քաղաքական դրսևորում է, չէ, ընդհակառակը ծանր քաղաքական պատասխանատվություն է, որը վերցրել ենք մեր ուսերին, առաջ ենք գնում, որտեղ այստեղ էս ազգային ժողով գալուց առաջ 2021 թվականին հայտարարել ենք, այստեղ չենք գալիս պատգամավոր աշխատելու, այլ գալիս ենք ուղղակի սրանց հեռացնելու։ Այդ չեմ ասում, որ 2018 թվականից հանրապետական այդ պայքարի տրամադրում է։ Այսօր հավաքը իրականում պայքարի մասին չէ, այսօր ուղղակի Հայաստանի քաղաքացիները, ովքեր ցանկացել են ներկա գտնվելու եւ ազգային ժողովի դիմաց հետևելու, այդ հնարավորությունն է ստեղծվել, դա այդ տրամաբանության մեջ չի եղել այդ հավաքը, բայց ինչ վերաբերվում է հակազդեցությանը, այո, դա միանշանակ, որովհետեւ ես երբևէ դուք լսած չեք լինի, ես ասեմ հույս ունեմ ԿՊԱ-ականների գիտակցության գալու։ Իրենք այնքան ժամանակ ունեն գիտակցության գալու, հա։ Եթե նույնիսկ 2018 թվականին այդ կեղծիքի մթնոլորտը թույլ չէր տալիս, ապա 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ակնհայտ էր հասկանալ, թե ինչի մասին է այս ամենը։ 2022-ից հետո էր հնարավոր, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո էր ակնհայտ, հետո ակնհայտ էր այդ ռազմական ագրեսիայի Ադրբեջանի կողմից սանձազերծված, չեն արել իրենք։ Վախենում են, թե այլ դրդապատճառներով դա իրենց խնդիրն է, բայց այդ հակազդեցությունը, այո, պիտի իրենց պոկի այդ դավաճանական խմբակից, պիտի հնարավորություն տա իրենց հենց նաև հայ հասարակության դեմ չգնալու, ընտրելու Հայաստանի Հանրապետությունը եւ ոչ թե Նիկոլի ռեժիմը։ Եվ Մկրտչյան երկու առաջ Հայաստանում ունեցած պետական դեպքին եւ սանեցին խորհրդարանական համայնքի եւ այս բանը որևէ ձեռնարկված անց չկա։ Տարօրինակ չի ցես համար իրավապահ համակարգը որևէ քայլ ձեռնարկում է հայտնաբերել։ Ես վստահ եմ, որ ոչ մի համարժեք քայլ չի ձեռնարկվում, շատ պարզ, որտեղ Նիկոլին միակ մարդն է Նիկոլես 2, որին տրված է պաշտպանություն եւ կյանքի երաշխիք։ Հայաստանի մնացած բոլոր քաղաքացիները չունեն այդ կյանքի երաշխիքը, չունեն այդ իրավունքները եւ չունեն այդ ազատություններից օգտվելու հավանականություն։ Շատ պարզ, այնպես չի, որ այսօր իրավապահ համակարգը չունի բավարար գործիքակազմ կամ պրոֆեսիոնալիզմ։ Եկեք չստենք էլի, բայց այդ պրոֆեսիոնալիզմը, այդ գործիքակազմը օգտագործում է Հայաստանի քաղաքացիներին ճնշելու, քաղաքական միտքը ճնշելու։ Այսօր այդ գործիքակազմը օգտագործվել է, որ այս դահլիճում բոլոր ցանկացողները չկարողանան ելույթ ունենալ, ընդդիմության բոլոր ներկայացուցիչները այստեղ չլինեն։ Դրա համար է
օգտագործում։ Իհարկե ոչ մի բացահայտում չի լինելու, որտեղ սկսենք այնտեղից, որ բազմակողմանի լրիվ եւ օբյեկտիվ քննություն չի իրականացվում։ Մարդիկ զբաղված են Նիկոլին պահելով, Հայաստանի քաղաքացիների վրա գործեր կարելով, նախագահներին մեղավոր կարգելով, կարված քրեական գործերով, սրբազաններին դատապարտելով, բարերարին դատապարտելով, իրենք սրանով են զբաղված։ Իմկրշան ընդդիմությունը ինչ հետևություն պետք է անի կոնկրետ այս փառաքարի կողմնակական դեպքից։ Հետևությունը ընդդիմությանը չէ, հետևությունը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն է եւ մեր հասարակությանը։ Նիկոլը շատ լավ գիտի, որ մեր հասարակությունն է դարձել իրեն ընդդիմություն։ Նիկոլը շատ լավ գիտի, որ մեր հասարակությունում ինքը այլևս կարողանում է գոյատևել բացառապես վախով եւ թուրք-ադրբեջանական է տանդեմի կողմից իրեն տրված երաշխիքներով։ Ստեղ այդ կարմիր-սև գույնի բերետների տրամաբանության մեջ, դրսում նրանց Հայաստանը ծախելու խոստման տրամաբանության մեջ։ Հետևաբար իրեն վռնդելու փաստը այսօր օրհասական է։ Ոչ միայն քաղաքական լուծումներ գտնելու կամ արտաքին քաղաքականությունում մեր դիրքերը ուղղելու եւ ներքին կայունություն հաստատելու համար, այլև շատ կարեւոր է յուրաքանչյուրիս կյանքի իրավունքը երաշխավորելու համար։ Այլևս Նիկոլը խոչընդոտ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության գոյությանը, այլ յուրաքանչյուրիս կյանքի իրավունքի իրացմանը։ Կինոկրճան, ստորագրություններով փաստաթուղթ այնուհանդերձ ելույթի վերջում մնաց Իշխան Սաղաթելյանի մոտ։ Կարող է պարզվի վերջում էլի տեխնիկական խնդիրներով։ Չեմ ուզում պարզվի, ուզում եմ միանալու գործընթացը լինի հստակ եւ այս լսումները ծառայեն հենց այդ առաջի քայլին, ուղղակի այդ կոնսոլիդացիայի միասնության եւ վերջի ընկալմանը, որ հանրապետականը ինչ արել եւ անում է Նիկոլի դեմ։ Իսկ որպես երկրորդ քայլ հիմա չարախնդալու եք, որ չապահովեցիք ԿՊԱ-կան ձայներ, ինչպես եք պատկերացնում այս գործընթացը։ Եթե իրենք եկել էին չարախնդալու համար, ուրեմն մեր ընկալումները Հայաստանի վերաբերյալ եւ Հայաստանի փրկության վերաբերյալ շատ տարբեր են։ Ես երբեք չեմ չարախնդացել իրենց կողմից իրենց վերագրվող շարժումների անհաջողության դեպքում։ Ընդհակառակ, իրենց հետ տխրել եմ եւ իրենց հետ փորձել գտնել լուծումներ։ Ակնկալիքս իրենցից նույնն է։ Շնորհակալություն։